Մեկ տեսանյութերից տակ այնպիսի մեկնաբանություններ եմ տեսնում։ Այ որ ասենք դու որ իմ պահով տեսնեիր այդ մոմենտի վրով ինչ եմ մտածում, ես քո տեղը տենց չէի խոսա։ Այ ախպեր, իբր դու քո տեղը երբ ես կարողանում խոսել, որ անցել ես իմ տեղին։ Ծիծաղում եք, գիտեմ, բայց սա մեր կրթական վիճակն է։ Մարդն ինքն իր սեփական միտքը չի կարողանում մեկնաբանել, բայց ուզում է քո խոսքերը մեկնաբանել։ Խոսել չկարողանալը մի կողմ։ Մարդը գոնե չգիտի ում հետ խոսի, որ չխայտարակի իրեն կրկնակի։ Մեր ժամանակներում մենք նույնիսկ մեզանից բարձր դասարանցիների հետ չէինք շփվում, թե իրենք մեծ են, խելացի են, մենք իրենց հետ ոնց շփվեինք։ Ուսուցիչներին հակաճառելու մասին էլ չեմ ասի։ Գիտակցում էինք, որ ուսուցիչը ինչ էլ ասի, մենք իր մակարդակի զրույց չէինք կարող վարել իրենց հետ։ Իսկ այսօր մարդն իր սեփական ընտանիքը չի կարող կառավարել, բայց խոսում է երկիրը կառավարելուց։ Մարդն իր սեփական լեզուն չի կարող կառավարել, որ ավել բառ չխոսի, հետո իրեն իր ընտանիքը կրակը չգցի, բայց խորհուրդներ է տալիս ազգը կառավարելու մասին։ Մարդն իր կնոջն է դավաճանում, ով տարիներով հավատարիմ իր կողքն է եղել, բայց խոսում է հայրենիքի հանդեպ հավատարմությունից։ Գնամ զոհվեմ ազգիս համար, փրթեմ տապեմ։ Այ ախպեր, դու հələ մնալ ապրել կարողացի, գնալ զոհվելը երբ էլ ասես կա։ Նա պարզապես ունակ չէ գնահատելու իր կարողությունը, դիմացինի ունակությունը, իրավիճակի բարդությունը։ Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ իր արժեքն ունի, իր ճաշակը, իր մտածելակերպը։ Իսկ երբ մարդ իր արժեքը չի գիտակցում, որ թեման է իրենը, որ մակարդակն է իրենը, կարծում եք սա խնդիր չի։